Եվ որդով, և օգնույն սրբով, ամեն։ Ծնցի որդի և կոչեսես անուն նորա Հիսուս, զինա պրկեսես ժողովուրդ յուր, իմ եղած յուրյանց։ Կծնվի որդի և նրա անունը կդնես Հիսուս, որովհետև նա կփրկի ժողովրդին իրենց մեղքերից։ Ահա, սիրելիներ, Սուրբ Ծննդյան ավետիսից հերթական մեկը, որ ուզում եմ կիսվել ձեր բոլորիդ հետ, ինչպես ժամանակին հրեշտակը նույն այս ավետիսը տվեց Հովսեփին ասելով, որ ահա պիտի ծնվի որդի և նա անունը պիտի դնես Հովսեփ, որովհետև նա պիտի փրկի ժողովրդին իր մեղքերից։ Ահա պիտի ծնվի Մեսիան, այն Մեսիան, որին դարեր շարունակ սպասում էին հրեաները, բայց սպասում էին, որ իրենց փրկի ոչ թե մեղքի գերությունից, այլ ֆիզիկական ստրկությունից։ Այնինչ հրեշտակը Հովսեփին շատ հստակ ասեց, որ ծնվողը նոր գալիս է, պիտի գա ազատագրելու, այո, բայց առավել մեծ կապանքներից պիտի ազատագրի, մեղքի գերությունից պիտի ազատագրի, որովհետև եթե դու ֆիզիկապես ապրում ես, թեկուզ և ազատ, բայց հոգեպես գերի ես, մեղքի, ապա քո կյանքը ինչին է նման, որքան էլ որ ազատ լինես, բայց դու հոգեպես գերի ես, ինչիդ է պետք քեզ այդ կյանքը, և ահա Քրիստոս գալիս է փոխելու այն պատկերացումը, որ մինչ այդ կար հրեաների մեջ, և գալիս է իր ապրած կյանքով, իր ծնունդից սկսած, Քրիստոս գալիս է փոխելու պատկերացումները, Քրիստոս գալիս է ցույց տալու տարբերությունը իրական արժեքի և կեղծ արժեքի, այն կեղծ արժեքի, որով սնվելով հրեա հասարակությունը հասավ այնտեղ, որ օրենքը սկսեց ուղղակի ճզմել հրեաներին, հասավ այնտեղ, որ օրենքի տարրն ավելի սուրբ է, քան օրենքը ինքը, և Քրիստոս եկավ իր ծնունդից սկսած, ծնվեց որպես արքա, ծնվեց որպես Մեսիա, բայց ոչ թե թագավորական պալատներում, ոչ թե ոսկեզօծ, մահճակալու, օրորոցում, այլ ծնվեց որպես սովորական մի գյուղացու երեխա, հասարակ մի մսունու, իր անսահմանափակ շքեղության մեջ սահմանափակեց ընդամենը մեկ մսունում, ծնվելով որպես հասարակ մեկը։ Իր պարզությամբ եկավ ցույց տալու իրական արժեքը, եկավ ցույց տալու, որ իր ուժը ոչ թե ոսկե զոծ պալատներում է, այլ իր ուժը իր խոսքի մեջ է, այն խոսքի, որ հետագայում 5000-ներ էր հավաքում, բազմաթիվ մարդիկ էին գալիս լսելու հենց այդ խոսքը, չէին գալիս տեսնելու Քրիստոսի ոսկեզօծ պալատները, այլ գալիս էին այդ նույն խոսքով ոռոգելու իրենց պապակ հոգիները, որովհետև կարիք ունեին Քրիստոսի խոսքի, այն խոսքի, որ որպես գետակ, որպես աղբյուր, որպես հորդ անձրև,
հագեցնում էր իրենց հոգիները։ Մինչ այդ իրենք տեսել էին, և հետո էլ տեսան բազմաթիվ ոսկեզօծ պալատներ, բայց այդ պալատում չկար այդ կենդանի խոսքը, և այդ պալատներում տիրում էր մեռելային լռությունը, չկար Տիրոջ կենդանի խոսքը, և Քրիստոս եկավ հրեշտակների երկակցության ներքո, եկավ ոռոգելու, եկավ կենդանություն պարգևելու, և այսօր Սուրբ Ծննդյան այս գիշերը մենք բոլորս էլ վստահ ենք եկել ենք ինչպես մոգերը տեսնելու, եկել ենք ինքներս մեզ կողքիներին հարցնելու, ուր է նա, ով ծնվեց այսօր, որտև ամեն մեկս էլ ակնկալիք և սպասելիք ունենք այս փոքրիկից, որ ծնվեց, ամեն մեկս էլ սպասում ենք Սուրբ Ծննդյան հրաշքին, բայց չպիտի բավարարվենք միայն սպասումով, որովհետև Սուրբ Ծնունդը և այս Սուրբ Ծննդյան գիշերը միայն հրաշքի սպասում չէ, չպիտի նստենք և սպասենք, որ պիտի հրաշքը իրականանա, եթե հավատում ենք, ուրեմն Աստված մեզանից յուրաքանչյուրի միջոցով է հրաշք գործում։ Մենք եկել ենք ոչ թե հրաշք տեսնելու, ոչ թե հրաշքին ականատես լինելու, այլ մենք եկել ենք այդ հրաշքը գործելու, մաքրվելու, մանկական, մանուկ Հիսուսի մաքրությամբ, ինքներս մաքրվելու, մեր հոգին սրբելու, մանկական անմեղությամբ, և ամենամեծ հրաշքը դա է, որտեղ Քրիստոս եկավ ոչ թե մարդկանց ֆիզիկապես փոխելու, այլ մարդկանց հոգիները փոխելու, միտքը փոխելու, և ամենամեծ հրաշքը հենց դա է, երբ մարդ գիտակցելով, ինքն իրեն փոխելով փայլում է դեպի մզուր, որտեղ պարկած է, ամենամաքուրը, մանուկ Հիսուս։ Եվ բնականաբար, ինչպես մոգերը դժվարության ճանապարհով հասան այդ մզուրի, այնպես էլ մենք այդ հրաշքի ճանապարհին հանդիպելու ենք Հերովդեսի, ով փորձելու է մեզ խաբել, ով փորձելու է գողանալ այդ հրաշքը, և շատ ու շատ մարդկանց ենք հանդիպելու, բայց եթե բաց է մեր հոգու աչքերը, մենք տեսնելու ենք Բեթլեհեմի Աստղը, որ ուղեկցել է մեզ դեպի մզուր, միայն թե բացենք մեր հոգու աչքերը, չթողնենք, որ մեղքը այն աստիճան անի իր գործը, որ ամպերով փակի Բեթլեհեմյան Աստղը։ Այսօր հրաշքը հենց այդ պիտի լինի, երբ մենք տեսնելով Բեթլեհեմի Աստղը, աղոթենք, որպեսզի մեր կողքիններ տեսնի, աղոթենք, որպեսզի մարդկությունը բացի իր աչքերը, մեղքից, ճպռակալած, փակված աչքերը, և տեսնի իրական Աստղը, Բեթլեհեմի Աստղը, ու քայլի դեպի մզուր, հաղթահարելով ճանապարհի բոլոր փորձությունները, գերազանցելով Հերովդեսների, ականջալուր չլինելով, չտրվելով Հերովդեսների կեղծ խորհուրդներին, կեղծ խնդրանքներին, այլ հստակ գիտակցի, թե ուր է գնում և ինչի համար է գնում ամենակարևորը։ Այսօր մենք բոլորս եկել ենք եկեղեցի մասնակցելու Սուրբ Ծննդյան հրաշքին։ Եվ ուզում եմ և հավատում եմ, որ բոլորս գիտակցելով ենք եկել։ Եկել ենք ոչ թե տեսնելու հրաշքը, այլ ապրելու հրաշքը։
Որտեղ եթե իմ կյանքում հրաշք տեղ ունեցավ, ինչ օգուտ ձեզ։ Դուք տեսակ եւ ականատես եղաք։ Ինչ տվեց դա ձեզ։ Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր մեկից կյանքում հրաշքը տեղ ունենա Սուրբ Ծննդյան այս գիշերը։ Եվ առավել քան հավատացած եմ, որ այս գիշեր հրաշքի գիշեր է, եւ այս գիշեր հրաշքներ իրականանում են։ Հավատացեք ինձ։ Ուրեմն թող նորացի մանուկ Հիսուսի այդ մանկական մաքրությունն ու անմեղությունը, այդ ճառակող պարզությունը վերանորոգի թարմացնի մեղքից ընդարմացած մեր հոգիները եւ մենք մաքրված, ձյանպես ջերմակած մեր հոգիներով զայնակցենք հրեշտակներին ասելով փառքի բարձունս Աստծո, երկրի վրա խաղաղություն եւ մարդկանց մեջ հաճություն։ Քրիստոս ծնավ եւ այդեցավ, որ միավորությունը Քրիստոսի մեծ եւ ձեզ մեծ ամենից